Բարևարկելի հեռուստադիտող, Մեդինֆորմի շրջանակում այսօր ես զրուցելու եմ Վիգմոր կլինիկի համահիմնադիրներից մեկի Հայկի Միավաքյանի հետ, ով մասնագիտությամբ օրթոպեդ վնասվածքաբան է, սակայն հետաքրքիր է, որ նաև հանդես է եկել այսպիսի նախաձեռնությամբ եւ իր բոլոր ջանքերը ներդրել է ստեղծելու մի բժշկական կենտրոն, որտեղ կարողանում են հնաշարժական համակարգի խնդիրներին տալ պատշաճ եւ պրոֆեսիոնալ լուծում։ Ես սիրով ներկայացնեմ Հայկի Միավաքյանին, օրթոպեդիա եւ սպորտային տրավմատոլոգիայի ծառայության ղեկավար, օրթոպեդ վնասվածքաբան, ողջույն բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի զրույցը։ Ես եմ շնորհակալ։ Նախքան մեր զրույցը ես պատշաճ ուսումնասիրեցի ձեր անցած ուղին, ձեր կենսագրությունը աշխատանքային բավականին ուշագրավ էր եւ լեցուն էր շատ հագեցած վերապատրաստումներով, կոնֆերանսներով, տարատեսակ նոր մեթոդների տիրապետելով եւ այլն։ Ուզում եմ մի փոքր հակիրճ հայացք նետենք ձեր անցած ուղուն, նախ եւ առաջ որպես կյանքի կտրվածքով, այ որն եք համարում ձեր մեծագույն ձեռքբերումները եւ աշխատանքի եւ անձնական կյանքի առումով խնդրեմ։ Շնորհակալություն նախ հյուրընկալելու եւ նկարանելու համար։ Եթե անդրադառնանք իմ բավականին արդեն, եթե կարելի ասել, երկար տարիների աշխատանքային փորձի ու մասնագիտական ճանապարհի վրա, պետք է որ կանգ առնելով ասեմ, դա սկսել է 90-ական թվականների սկզբից, երբ որ արդեն հետբուհական շրջանում սկսվեց իմ աշխատանքային գործունեությունը։ Հիմա այդպես եւ մոդայիկ բառ կա, որը կոչվում է ստարտափեր, այսպես ասած։ Այն ժամանակ իհարկե այդ բառակապակցությունը չկար եւ հասկացողությունը չկար։ Եթե իմ մասնագիտական ճանապարհը բաժանեմ 3 մասի, դրանք բաղկացած են եղել 3 ստարտափերից։ Առաջի ստարտափը դե բնականաբար ես չեմ սկսել, դա եղել է իմ հետբուհական առաջի տարին 92-93 թվականներն էր, Երևանի բժշկական կենտրոնում բացվում էր նոր բաժանմունք, օրթոպեդիայի եւ արթրոսկոպիկ վիրաբուժության ծառայություններ, դա լրիվ նորություն էր Հայաստանի համար, ստեղծվել էր դա ամերիկահայ մեր գործընկերների եւ տեղացի բժիշկների ուրեմն ջանքերով, այո։ Եվ բախտ ունեցա ինձ միանգամից հետբուհական շրջանում այդտեղ այդ առաջի ստարտափին մասնակցել եւ աշխատել եմ երկար տարիներ մինչեւ 98-99 թվականները։ Հետո 98-99 եւ 2000 մինչեւ 1 թվականները վերապատրաստվել եմ Միացյալ Նահանգներում տարբեր բժշկական համալսարաններում եւ կենտրոններում, մոտավորապես ընդհանուր առումներով 2 տարի տևողությամբ, դրանք UCSF-ն էր, Cincinnati սպորտ մեդիցինայի կենտրոնը եւ այլն։ Եվ վերադառնալով Հայաստան 2001 թվականին, էլի նորից ստարտափ, սկսվեց այդ ստարտափը նախկին պրակտոլոգիայի ինստիտուտում, լրիվ զրոյական մակարդակով, իհարկե իմ գործընկերներից ոմանք արդեն որոշ առաջի քայլեր էին կատարել, բայց ստեղծեցինք առաջի սպորտային բժշկության եւ օրթոպեդիայի բաժանմունքը։ Դա 2001 թիվն էր, հիշում եմ, որ անգամ հիվանդանոցի մուտքը չէր ադապտացված վնասվածքներ ստացած մարդկանց հոսպիտալիզացնելու համար։ Այսինքն մինչ այդ գոյություն չուներ սպորտային տրավմաների հենց հատուկ ուղղվածությամբ։ Սպորտային տրավմաներով զբաղվող մասնագետներին կային եւ կար օրթոպեդիայի ինստիտուտում նախկինում զբաղվող սպորտային բժշկությամբ ինձանից ավելի մեծ տարիքով իհարկե մասնագետներ կային, բայց սա նոր շունչ էր, նորություն էր, այդ ու ձեր ջանքերով ստացվեց այդ բաժանմունքը։ Այո, եւ ոչ միայն իմ ջանքերով, այլև մեծ ուրեմն ներդրում ունեցան նաեւ ամերիկահայ մեր գործընկերները եւ ոչ միայն ամերիկահայ, այլ ամերիկացի մեր գործընկերները, որտեղ դրանք տեխնիկական լուրջ բազա ունենալու եւ ստեղծելու, ապահովելու եւ շարունակականությունը ապահովելու հիմքեր ուներ, որ պետք էր դա մի խոսքով պետք էր շարունակական լիներ։ 2001 թիվն էր ստեղծվեց երկրորդ ստարտափը եւ վերջի ստարտափը, որը մենք գտնվում ենք հիմա այդ ստարտափի հիմքերում, ստեղծվեց էլի 3 բժիշկների ուրեմն միասին քայլելու շնորհիվ
եւ իհարկե ինվեստորների եւ սեփականատերերի ներդրումով ստեղծվեց բժշկական կենտրոն առաջին Վիգմորը Պուշկին 56 հասցեում, որտեղ եւ առաջնահերթությունը դրվեց օրթոպեդիայի սպորտային տրավմայի բաժանմունքներում։ Հիմա բազմա վեկտորային, բազմա ֆունկցիոնալ հիվանդանոց է, տարբեր վիրաբուժական միջամտություններ է կատարվում այստեղ, բայց էլի հենասյուներից մեկը մնում է օրթոպեդիա։ Հենաշարժական համակարգի խնդիրներով զբաղվող ուրեմն ծառայություններից ամենախոշորներից մեկն է կարելի ասել հանրապետությունում, մեզ մոտ աշխատում են արդեն թվով 17 վնասվածքաբան օրթոպեդներ։ Սկզբից ստեղծվել էր հենաշարժական համակարգի օրթոպեդիայի, ուրեմն էլեկտիվ օրթոպեդիա, այսպես ասած, սուր տրավմաներ իհարկե չենք ընդունում մենք, էլեկտիվ օրթոպեդիայի ուրեմն ծառայություն ենք մատուցում եւ տարեստարի շատանում է եւ բժիշկների քանակությունը եւ աշխատում ենք արդեն որակ ավելի տարեստարի ապահովել, ավելի բարձրացնել եւ ավելի բարձր նշաձողեր դնել։ Այո, բժիշկ, որքան ես նկատում եմ առողջապահական ոլորտի շատ հաստատություններ գերլեցուն են հիմա պացիենտներով, հիվանդներով, այստեղ հետաքրքիր հարց է առաջանում, մարդիկ նախկինում չէին ուշադրություն դարձնում իրենց առողջությանը, դիմելիությունը բուժ հաստատություններ այդ պատճառով էր քիչ, թե հենց ֆինանսական հարցներ, ուստի երբ ներդրվեց առողջության ապահովագրության համընդհանուր այս մոդելը, մարդիկ սկսեցին զբաղվել իրենց առողջությամբ։ Ձեր կարծիքը այս մասին եւ առհասարակ ձեր կենտրոնում այն ինչպես է աշխատում։ Իրականության մեջ պետք է ազնիվ լինենք եւ ուրեմն ազնվորեն ասենք, որ բոլոր ժամանակաշրջաններում ես դեռ հիշում եմ խորհրդային ժամանակաշրջաններից 90-ական թվականների առողջապահական համակարգերը, հետո 2000-ականների սկզբները եւ այլն, այսպիսի սա աննախադեպ բան էր, այսպես ասած, մարդկանց մեծ քանակություն, շատ մարդկանց մեծ քանակություն չունեին այդ հնարավորությունները, որպեսզի կարողանային բուժհաստատություններից օգտվել։ Լինում էր սելեկցիա, չէին կարողանում մոտենալ էլ ավելի բարձրակարգ բուժկենտրոններին, ավելի, այսպես ճակերտներով ասած, ավելի թանկարժեք բուժծառայության չէին կարողանում դիմել։ Այժմ եթե մարդը ունի առողջական խնդիր, նրանց ճնշող մեծամասնությունը ստանում են այն բուժօգնությունը, որոնք, չգիտեմ, հնարավոր չէր ստանալ ընդամենը 1 տարի առաջ։ Եվ շատ եմ մատչելիացել, եթե ասենք օրինակներ, եթե փաստացի օրինակներով խոսանք, որ ավելի մատչելի լինի մարդկանց, օրինակի համար 20-25 տարի առաջ, երբ որ խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում էին անում, դրանք վերջանում էին նրանցով, որ մարդկանց այն մասան, որ իրան թույլ էր տալի, ես հիշում եմ այնպիսի դեպքեր, որ մարդիկ իրենց տունն էին գրավ դնում, որպեսզի վարկ վերցնեն ու կարողանան վիրահատվեն, ազնվորեն ասած։ Եվ քանի որ մատչելի չէր եւ բավականին, ասենց ասեմ, թանկարժեք վիրահատությունների ցանկում էր։ Հիմա անգամ այդ վիրահատությունները մեզ մոտ աննախադեպ, եթե ասենք թվային էկվիվալենտով ասենք, մոտավորապես 8-ից 10 անգամ մատչելի են դարձել սովորական մարդկանց համար եւ իհարկե քանակությունն է շատացել։ Եվ ընդհանրապես այդ բարդ էնդոսկոպիկ ճանապարհով կատարվող վիրահատական միջամտությունները, որտեղ օգտագործում են նաև տարատեսակ իմպլանտներ եւ այլ, դրանք էլ են դարձել շատ մատչելի եւ հասանելի Մատչելի նկատի ունեք գնային առումով նրանց համար մատչելի, թե որոշակի մասնապետությունը վճարում պացիենտի փոխարեն։ Կան նոզոլոգիական միավորներ, որ պետությունը ամբողջությամբ ուրեմն կոմպենսացնում է ծախսերը, կան որոշակի նոզոլոգիաներ, որի դեպքում որը անհամեմատ ավելի ցածր հավելավճար է, որը նախկինում կատարում էր անգամ պետպատվերի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անհամեմատ ավելի լավ է։ Պետք է ազնիվ լինել եւ խոստովանել, որ այս պարագայում մեծ մասաներ կարողանում են օգտվել այս ծառայությունից եւ իհարկե կան իրենց նաև բացական կողմերը, պետք է կանոնակարգվի որոշ բաներ եւ այլն։ Հուսանք, որ կմնա,
այս առողջապահական համակարգը այսպես շարունակ, իհարկե այդ ապագայում կատարելագործելով ու կանոնակարգվելու։ Այո, քանի որ յուրաքանչյուր գործողություն, ասես փորձաշրջանի ավարտից հետո է երևում, այո, կամ գործարկելուց հետո կան նկատելի թերություններ, որոնք խոչընդոտում են լիարժեք ծառայության մատուցմանը եւ դուք դա կցանկանայիք ուղղել։ Չի ուզենա բարձրաձայնել խոչընդոտների մասին, որովհետև իրանք բոլոր բնակավարներում ու բոլոր ժամանակաշրջաններում այդ խոչընդոտները կան, եղել են ու կմնան։ Ես կուզեի ուղղակի լավատեսորեն տրամադրված լինեի, ասելու, որ չգիտեմ, ապրեն են մարդիկ, որ կարողացել են այս ամեն ինչը կազմակերպել, եւ ապրեն մարդիկ, որ կարողանում են սա պահել ու շարունակական դարձնել այս խնդրը։ Շնորհակալություն բոլորից, ովքեր կարողացել են սա կազմակերպելու անել եւ էլ ավելի կատարելագործեն։ Հրաշալի է, որ որպես բժիշկ մարդկանց այսչափ մեծ հոսքը ձեզ չի հոգնեցրել եւ իսկապես դուք բարձր գնահատական եք տալիս արված աշխատանքին։ Պարոն Ավագյան, հետաքրքիր է, այսքան արդյունքներ եք գրանցել ձեր նպատակին ծառայեցնելով ձեր ընկերական ողջ թիմը, բժիշկների ուժերը եւ իհարկե կայացրել եք այն երազանքը, որը ի սկզբանե դրված էր Վիգմոր կլինիկի մասին է խոսքը։ Կան այլ հեռահար նպատակներ, որոնք այս պահին միգուցե ձեզ փոքրինչ անհասանելի է թվում կամ ժամանակի տարածության առումով, սակայն նպատակ ունեք նույնպես այն իրագործել կամ համակարգեր եւ այլն, որոնք կցանկանայիք ներդնել այստեղ։ Իհարկե, տեսեք, բոլոր ժամանակաշրջաններում ոչ մի պարագայում չի կարելի տեղում դոփել, շատ մեծ պրոյեկտներ կան, երազանքներ կան, ասում են մարդու կյանքը վերջանում, երբ որ երազել է դադարում մարդը, ինքը ընդհանրապես չնայած իմ բավական արդեն հաշվեցի, եթե խորհրդային բանակում ծառայությունս էլ հաշվենք, ես արդեն 41 տարվա աշխատանքային փորձ ունեմ, բայց մարդը պետքա չդադարի երազել ու նորությունների հետևից վազել, նորությունների ձգտել կներեք եւ բոլոր նախադրյալները մեր բուժիմնարկում եւ ընդհանրապես Վիգմոր գրուպի մեջ մտնող բոլոր ուրեմն բուժիմ հիմնարկներում բոլոր նախադրյալները ստեղծում են, որպեսզի առաջխաղացումը լինի ուրեմն էվոլյուցիային համահունչ, մի քայլ էլ փորձել առաջ։ Իսկ քանի որ դուք շատ եք անցնում այդ վերապատրաստումները, շատ եք աշխարհի հետ շփման մեջ, ձեր նեղ մասնագիտության օրթոպեդիայի բնագավառում, կցանկանայի նաև նշեք ձեր կարծիքը, շատ է Հայաստանը զիջում առաջատար երկրների փորձին, որակին։ Այստեղ էլ պետք է անկեղծ լինեմ ձեր հետ։ Ես չեմ ուզում տենց ականջահաճո բառեր ասել հանրությանը, որ կնա այս հաղորդումը, եթե կարճ ու հակիրճ ասեմ, այո, մենք շատ բաների հասել ենք, բայց շատ բաներ ունենք դեռ անելու։ Զիջում ենք, այնուամենայնիվ որ Չէ, զիջել բառը չեմ ուզում օգտագործել։ Այո։ Ես չուզեցա զիջել բառը օգտագործել, բայց սենց ասեմ, եթե կարելի է եթերում ասել, ունենք նախագահներից մեկը, որ Վիգմորը արդեն 9 տարի է որ գործում է, մենք նոր չենք արդեն, մյուս տարի արդեն 10-րդ տարին ենք նշելու Վիգմորի բացման, այն ժամանակվա նախագահը հարց տվեց, ասեց, որոնք են սպորտային բժշկության ամենազարգացած երկրները աշխարհում, ես փորձեցի ոչ երկիմաստ պատասխանել, ասեցի չգիտեմ որոնք են, բայց մենք ամեն ինչ անում ենք մեր ուժերի սահմաններում, որ մենք լինենք գոնե առաջի 50 երկրների մեջ, ասենց ասեմ։ Ինձ թվում է շատ անպագորգոր կհնչի, այսպես ասեմ, եթե մենք ասենք մենք համահունչ ենք, մենք արդեն հասել ենք, ոչինչով չենք զիջում, այո, շատ բաներում մենք հասել ենք այն մակարդակի, որ անհամեմատելի ասենք, եթե համեմատենք մի 20-30 տարի առաջվա, անհամեմատելի առաջխաղացում կա, բայց զարգացած երկրների եւ ուրեմն առողջապահական համակարգերի եւ ընդհանրապես օրթոպեդիայի բնագավառում դեռ շատ անելիքներ ունենք։
Պարոն Ավագյան, եթե հետհայացք ենք նետում, շատ ինտենսիվ է զարգացել այո, այն բնագավառը, որը դուք եք ղեկավարել կամ բաժանմունքը կամ այն բնագավառը, որտեղ դուք աշխատել եք, հետաքրքիր է, սա բժշկության այն ճյուղերից է, որ շատ սրընթաց է զարգանում եւ նորությունները ասես այնքան արագ են գալիս, պետք է պարզապես հասցնել այդ ամենը սովորել, ներդնել եւ կիրառել։ Այո, միանշանակ, ոնց որ մնացած բոլոր բնագավառներում մարդկային ուղեղը պետք է միշտ աշխատի, պրոգրեսիվի ու փորձի այդ առաջխաղացումների ու նորամուծությունների հետևից հասցնել, որպեսզի կարողանա հիմա տեսեք մի հատ այնպեսի մեծ այսպեսի տենդենս կա արհեստական ինտելեկտի ինձ թվում է, որ այս պահի դրությամբ արդեն արհեստական ինտելեկտի օգտագործումը պետք է գա, արդեն եկել է, բժշկություն է մոտ գործել ու ինքը արդեն մեծ քայլելով գնում է առաջ։ Ինձ թվում է մենք այս ամեն ինչը հիմա որ այս պահին նկարահանում ենք, սրանից ոչ ուրեմն շատ հեռավոր ապագայում մի քանի տարիների ընթացքում կարող ենք նայենք այս մեր ստեղծվածին եւ ասենք որ շատ հետ ենք սարսափել հետ ենք մնացել արդեն հնություն թվա միանշանակ որտեվ ինքներդ տեսնում եք ինչ թռիչքային ուրեմն առաջխաղացումներ ա լինում թռիչքային բառից բուն իմաստով որտեվ թռիչքային բառը այդպես ուղղակի չենք ասում թռիչքային որտեվ այս նորամուծությունները իրանք իրոք բերում են այնպիսի ռևոլյուցիոն փոփոխությունների որ եթե առաջ աշխատում էիր այնպես անել, որ կարողանաս հասցնես նորություններին։ Հիմա դա վարքյան առ վարքյան է տեղի ունենում։ Եթե առաջ դա ասենք չափվում էր ամիսներով կամ տարիներով, հիմա վարքյան առ վարքյան առաջխաղացում պետք է լինի ու դրա հետևից հասցնելը դա, չգիտեմ, շատ բարդ է։ Ջանքեր են պետք։ Կապրենք կտեսնենք։ Այո։ Պարոն Ավագյան, եւ ի սկզբանե ինչպես դուք նշեցիք, Վիգմոր կլինիկը հիմնված էր օրթոպեդիայի վնասվածքաբանության եւ հնաշարժական համակարգի առհասարակ խնդիրների հետ կապված, հետո այն ընդլայնվեց ավելի պրոֆիլային առումով, ինչպես նաեւ մանկական մասը ներառվեց։ Կուզեի մի փոքր էլ ներկայացնել։ Մանկական մասը իհարկե մանկաբուժությունը միացավ, եթե չեմ սխալվում 2 տարի հետո 17 թվականին 19 թվականին միացավ մանկաբուժական ծառայությունը շատ կարճ էստեղ գործունեություն ծավալեց մոտ 1-2 տարի եւ ինչպես գիտեք արդեն ուրեմն մանկաբուժական առաջադեմ բուժկենտրոններից մեկն է նաեւ մանկական Վիգմորը, որը շատ ավելի մեծ եւ շատ ավելի ծավալուն ուրեմն ծառայություններ է մատուցում, քան համեմատաբար Վիգմոր կլինիկը։ Եթե սա մեր մոտ կոչվում է Վիգմոր կլինիկ, այնտեղ գտնվում բանը Վիգմոր մանկական եւ կանանց հիվանդանոցը ավելի լայնածավալ է։ Այ կցանկանայի խոսենք մանկական հենաշարժական խնդիրներից, արդյոք դրանք եթե վերցնենք նորածնային տարիքից սկսած բավականին շատ են։ Ես չեմ զբաղվում դրանցով, չեմ ընդհանրապես եւ պատիվ ունեմ ուրեմն հիշատակելու ու հիշելու ուրեմն դոկտոր Կարեն Կոլոյանին, որի հետ միասին այդ սաղմնային վիճակից դեռ երազում էինք այն տարիներին 2000-ականների սկզբներն էր, որ մենք երազում էինք ինչ որ մի հատ այսպես կոչված ամբուլատոր outpatient կլինիկ ունենալ, որտեղ կարողանանք մեր պացիենտներին նայել եւ կոնտրակտ կնքել տարբեր բուժկենտրոնների հետ, որտեղ կարողանայինք վիրահատություններ կատարել, ոնց որ ընդունված է ամբողջ աշխարհում, ասեմ, արևմտյան աշխարհը վաղուց ի վեր աշխատում են բաներով, թիմային հասկացողությամբ մի քանի մասնագետներ միանում են, ստեղծում են իրենց առանձին կլինիկան, որտեղ նայում են outpatient ամբուլատոր կարգով հիվանդներին, հետո կոնտրակտ են կապում հիվանդանոցների, որտեղ կատարում են տարբեր հիվանդանոցներում այդ վիրահատական միջամտությունները։ То есть ի սկզբանե այդպեսին էր կոնցեպտը։ Ստեղծել այդպիսի բան, մենք չենք էլ պատկերացնում, մինչև որ 15-16 թվականներին ծագեց այդ գաղափարը, որ պետք է Վիգմորը ստեղծվի ու ստեղծվեց։ Հիմա մանկական օրթոպեդիայի մեջ
առանձին օրթոպեդների թիմեր, որը միասին ենք այստեղ աշխատում եւ աշխատում ենք մեծերը եւ մանկականները, սակայն ծավալների մեծացումից եւ մեծերի ծավալների մեծացումից եւ բնականաբար մանկաբուժական ծառայության ծավալներից ելնելով տեղափոխվեց մեկ այլ հիվանդանոց, որտեղ որ դոկտոր Կարեն Կոլոյանը իր ամբողջ թիմով տեղափոխվեցին այնտեղ ու սկսեցին ծառայությունը մատուցել այնտեղ։ Այդ հարցերին ես չեմ կարող պատասխանել։ Կոմպետենտ չեմ պատասխանելու։ Դոկտոր Ավագյան, անընդմեջ վիրահատությունների ընթացքի մեջ եք։ Դա երբեք չի դադարում, դա ձեր կյանքի բաժանելի մասն է։ Կա մի վիրահատություն, որը անչափ տպավորիչ է եղել ձեզ համար, այն կարելի է նույնիսկ եզակի համարել։ Եզակի վիրահատություններ, եզակի մարդկանց եմ հիշում, եզակի վիրահատություններ այդպես իհարկե եղել են, հա, բացառիկ դեպքեր են եղել սպորտային տրավմաների մեջ, այդպես ունեի երկու կողմից միառժամանակ MC տրավմաներ ստացած բանը մեծ կրծքամկանի վնասվածքներով սպորտսմեն, զույգ ծնկոսկրերի, ուրեմն տնկոսկրի սեփական կապանների միառժամանակյա պատռումով տրավմաների դեպքեր եւ այլն։ Հա, ունեցել եմ պացիենտ, որը որ 4 խոշոր հոդերն եմ էտապ առ էտապ այդպես ռեկոնստրուկցիա արել, երկու այդպիսի պացիենտ ունենք, 4 էնդոպրոթեզով արդեն բավականին այդ կնոջը հիշում եմ, իր մասին է ֆիլմ կա հանված, վերջացրեցինք իր 4 պրոթեզ դնելը, ծնկան հոդը, երկու ծնկները փոխվեց եւ երկու կոնքազրային հոդերը փոխվեց։ Այդ կինը բացառիկ կին էր ռուս ազգությամբ եւ երևի կարելի արդեն եթերում ասել, որտեղ արդեն վերջի վիրահատությունը արել եմ 12 տարի առաջ իրան, արդեն մոտավորապես 17-18 տարի է այդ կինը 4 հոդերով քայլում է, արդեն բավականին հին են առաջի դրված պրոթեզները, այդ կինը բացառիկ էր ինչով, որ ինքն մենակ էր ապրում, ազգությամբ ռուս եւ բանը, ամուսինը բարձրաստիճան զինվորական սպա էր եղել, մահացել էր, ռուսական զորքերի սպա էր եղել եւ միակ որդին էլ առաջի Ղարաբաղյան պատերազմից հետո դժբախտ պատահարից հետո մահացել էր 90-ականների վերջերին, այսինքն ինքը մենակ էր Հայաստանում։ Երբ որ ինքը առաջի անգամ եկավ ռևմատոիդ ծանր արթրիտով, ռևմատոիդ արթրիտով հիվանդ էր, ինքը կյանքը սիրելու կարելի ասել դաս տվեց բոլորիս։ Ինձ առաջի հերթին եւ այն պացիենտներին, ում կողքը մենք իրան պարկասնում ենք։ Դա դեռ Սուրբ Ներսես մեծ բժշկական կենտրոն էր կոչվում պրակտոլոգիա ինստիտուտը, այն ժամանակ մեծ ուրեմն սենյակները, հիվանդասենյակներ, որտեղ 3-4 հոգի կամ 5 երբեմն պացիենտներ են պարկում, ու հաջորդ օրը ինքը այտենց հեղափոխում էր բոլոր կանանց, այդտեղի պարկած, հաջորդ օրը բոլորը ժպտում էին, բոլորը կենսուրախ էին եւ լավատես մարդու մոտիվացիաներով, շատ հետաքրքիր դեպքեր, մի ամբողջ կյանք կհիշեմ, բայց ցավոք սրտի նաեւ հիշում ես այնպիսի դեպքեր, որոնք որ իհարկե վիրաբուժության մեջ լինում են ծախողումներ, լինում են բարդություններ, այսինքն այսպես բոլորը այտենց հարթ ու գեղեցիկ չի ընթանում իշքան որ թվում է կողքից դիտելուց, իհարկե հիշում ես նաև այդ ծախողումները, բարդությունները, մարդկային ուրեմն բոլոր մասնագիտական բնագավառներում արկա է, մեր մասնագիտության մեջ շատ ուղղակի ցավոտ է եւ քո հոգուտ վրա այդ հետքը թողնում է։ Միշտ մտքերով այդ մարդկանց հետ ես մնում։ Այո, նշեցիք նաև որ տպավորվել են նաև որոշ սպորտային տրավմաներ, սպորտսմեններ, որոնք ձեր օգնությամբ հաղթահարել են այդ տրավմաները։ Արդյոք նրանք հետո կարողացել են վերադառնալ մեծ սպորտ։ Տեսեք, իմ գործունեություն եւ ընդհանրապես մեր բաժանմունքի երբևիցե մեր գործունեության մեջ երկու ուղղություն գոյություններ, մեկը սպորտային վնասվածքները, որոնք որ ինչպես գործող սպորտսմեններն են վնասված ստանում, այնպես էլ ակտիվ կենսակերպով սպասող մարդիկ ամենացավոտ ուրեմն ու ամենաբարձր պատասխանատվությամբ
պացիենտներն են նրանք, որոնք որ այդ պահին գործող սպորտսմեններ են եւ ունեն տիտուլներ։ Ես ունեմ արտերկրից անգամ, ուրեմն օլիմպիական գործող չեմպիոններ։ Ռախիմ Չախկիևը երբ որ եկավ Հայաստան արմունկը վիրահատելու, ես հիշում եմ այդ պատասխանատվության զգացողությունը, որ գործ ունեմ գործող օլիմպիական չեմպիոնի հետ եւ WBC-ով օլիմպիական չեմպիոնի հետ։ Եղել են աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, իհարկե մեր հայրենակիցները, որոնց որ նույնպես մեծ պատասխանատվությամբ ես մոտենում այդ աշխատանքին, որտեղ գործ ունես ոչ սովորական մարդու հետ, մարդը պետք է վերադառնա սպորտ։ Ու այդտեղ ճակատագրական է այդ մարդու համար վերադառնալ սպորտ եւ մեկ այլ ոլորտ նաեւ սպորտային տրավմաների, որը որ շատ ոչ պակաս կարևորում եմ, որ շատ դժվար ոլորտ է, դրանք բալետի արտիստներն են։ Շատ բալետի արտիստներ, որոնք որ իրենց աշխատանքային այդ գործունեության ժամանակ կարողանում են ստանում են այնպիսի տրավմաներ, որոնք որ պատշաճ բուժելու դեպքում անգամ ամեն ինչ պրոտոկոլային անելու դեպքում անգամ կարող ես չստանալ այն արդյունքը, որը որ պացիենտը ակնկալում է, որ պետք է ստանա։ Այստեղ պացիենտի ակնկալիքի իր ծանրաբեռնվածության աշխանի, պատասխանատվությունը բժշկի, ու մնացած վարպետությունը այդ ամբողջությամբ իր դերն են կատարում, որպեսզի կարողանաս այդ ամեն ինչը հաղթահարես ու կարողանաս պատվով դուրս գաս դրատակից։ Շատ մեծամասամբ դեպքերում պետք է հպարտությամբ նշեմ, որ կարողացել ենք մեծամասամբ դեպքերում մարդկանց վերադարձնել տալ այն ինչ որ իրենք ձգտում են ու այն ինչին որ իրենք արժանի են իրենց սպորտային եւ արտիստիկ շարունակեն իրենց սիրած գործը։ Շնորհակալ եմ պարոն Ավագյան, ես կարծում եմ դուք եւ նախաձեռնող մարդու վառ օրինակ եք եւ մոտիվացնող, ինչպես նաեւ բազմաթիվ արդյունքներ, որոնք վկայում են ձեր բժիշկ տեսակի մասին, հենց մեր զրույցի վերջի հատվածի մարդկանց ճակատագիրը դրա վառ օրինակն է։ Երբ ձեր օգնությամբ շատ մարդիկ վերադառնում են մեծ սպորտ, բեմ եւ զբաղվում իրենց սիրած գործով։ Շնորհակալ եմ անչափ հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, դե ինչ է զրուցում Վիգմոր կլինիկի համահիմնադիր, ինչպես նաև այս կլինիկայի օրթոպեդիա եւ սպորտային տրավմատոլոգիայի ծառայության ղեկավար, օրթոպեդ վնասվածքաբան Հայկիմի Ավագյանի հետ։ Այնպես որ հարգելիներս հետևեք մեր ինֆորմին եւ այստեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները։ Մենք փոքր-ինչ ամփոփիչ կարգով ներկայացրեցինք Վիգմոր կլինիկի ստեղծման պատմությունը եւ այն բժշկի վառ կերպարը, որը շատերին է օգնել, որը շատերին է հայտնի իր հոգատար եւ պրոֆեսիոնալ մարդ տեսակով, բժիշկ տեսակով։ Այսքանը կհանդիպենք։